հետևող սիրելի համաքաղաքացիներ, հարգելի գործընկերներ, պարոն Ռուբինյան, երբ որ չհասկացա նեղվել էիք ձեռքերի ժեստիկուլյացիայից, թե ձեր դուրը չէր եկել, ես տեսանկարը անեցի ձեր ելույթի ժամանակ ոնց եք դուք խոսում ձեռքերով ու դա նորմալ է։ Ժեստիկուլյացիայի լեզուն դա նորմալ է, դա ասում եմ որպես մանկավարժ ձեզ։ Ձեզ հետաքրքիր էր, թե ով է Մեսրոպ Մանուկյանը ու չգիտեմ ինչի հիշեցիք իմ կենսագրությունից մի դրվագ։ Մեսրոպ Մանուկյանը երբեք իր կենսագրության ոչ մի տողից չի հրաժարվել, չի ուրացել։ Ի տարբերություն ձերոնց շարքերը համալրած Մանվել Գրիգորյանի օգնականների ու սանիկների, ովքեր մի օր իր համար մեռնում էին, մյուս օրը գալիս էին հացով դիմավորելու ձեզ։ Հիմա շարունակեմ ես։ Տեսեք, սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ հասկանալ, թե հիմնարար սկզբունքների փոփոխությունը լինում է քպայականների մոտ, թե շարունակական բնույթ է սա կրում, որովհետև ազգային ժողովի նախագահի պաշտոնը մարդկանցից քպայական ովքեր զբաղեցրել են ու ինչ փոփոխություններ ա տեղի ունեցել, մի փոքր անդրադարձ եմ ուզում կատարել ու հասկանամ, պարոն Ռուբինյան, դուք որ կետից եք սկսում եւ ուր եք հասնելու։ Արարատ Միրզոյանը ժամանակին խոսում էր իր սեփական ֆինանսական դժվարությունների մասին, ապառիկով հերոստացույց տալը մերժելու մասին, իսկ այսօր մի քանի միլիոն դրամանոց Բրունելո Կուչինելիի Անթև Բաչկոնովա ման գալիս։ Երևանում բնակարան Կարմիր խաչի մոտ պարիսներով սեփական դղյակ ա ձեռք բերում։ Դա իր հայտարարագրից։ Գիտեք, ես խնդիր չեմ տեսնում, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյան նաև դուք, պարոն Ռուբինյան, որ պիտի ներկայանալի լինեք, դուք պետություն եք ներկայացնում, սակայն հարցը առաջանում, թե ինչպես են այդ փոփոխությունները տեղի ունենում։ Նման հարցեր առաջանում են նաև Վալեն Սիմոնյանի մոտ։ Հրապարակային քննարկումների առարկա դարձել նրա գույքային գործարքները։ Մի օր չալարեմ, երկար 2-3 հատ կինո կնկարեմ իր մասին աֆիլացվողների ու մնացած խուճուճ գործարքների մասին։ Չեմ կարողանում զերծ մնալ այն տպավորությունից, որ այսօր քաղաքացիական պայմանագիր բարձրագույն պաշտոնյաների դեպքում անընդհատ կրկնվում է նույն պատմությունը։ Բայց շատ հեռու գնացի, պարոն Ռուբինյան, մի քանի հատ պատմությամբ եմ ուզում սկսել գալ։ Պարոն Ռուբինյանն ասաց, որ 21 թվականի վերջից եղել է Թուրքիայի հետ այդ բանակցող այդ խմբի կամ անդամ, ինչ բոլորս գիտենք։ 2022 թվականին Հայ բիզնես բանկը ձեռք է բերում շվեյցարական ընկերության կողմից ու 25% փայատեր դառնում է պետությունը։ Մամուլում պատտվում է, որ դա Կոնստանտին Սոկոլովի հետ կապ ունի։ Այսօր Սոկոլովը մտել է մեր հայկական կյանք, հայկական իրականության մեջ։ Հետաքրքիր փաստ ասեմ։ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը այսօր Ամյո բանկի ՓԲ-ի վարչության նախագահի առաջին տեղակալն է, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրենը, վարչության անդամ։ Այստեղ հետաքրքիր բան կա, շահերի բախում արդյոք չկա, որ կենտրոնական բանկը առևտրային բանկում փայատեր է։ Այսինքն կենտրոնական բանկը ո՞նց է գնում ստուգելու այս ընկերությանը, բայց մի կողմ դնեմ, շարունակեմ, որտեղ ասելիքս շատ է։ 22 թվականից հետո, հա, իմիջիալից այդ 22 թվականը որ ուսումնասիրում էի Հայ բիզնես բանկը, նաև անմասն չմնաց այն մեր նախորդ գյուղի հերոսը։ Տիգրան Ավինյանը պարզվում է մի հատ 13, մի հատ 11 միլիոն դրամ ստացել է Հայ բիզնես բանկից։ Լպտի ուսումնասիրեմ ավելի մանրամասն։ 23 թվականին պարոն Ռուբինյան, MTS Հայաստանը դիմում է, որ ձեռք բերի ինչ-որ օֆշորում գրանցված ավտոյի դալալ, կներեք ձևակերպմանս համար, որովհետև այդ մարդը անուն ազգանուն էլ որ ասեմ, Մանոլիս Թարխանադիս, եթե ճիշտ եմ ասում, 50-ամյա Կիպրոսցի մեկը, որը զբաղվում էր ավտոյի առու վաճառքով, բայց Հայաստանում ուզում էր ձեռք բերել բջջային օպերատոր։ Մերժում են, տեսնում են անվտանգային խնդիրներ, պարոն Ռուբինյան։ Բայց այնուհետև, երբ որ 24 թվականին արդեն լինում է Ֆեդիլկո Group Limited-ը, որի շահառուն նույնպես Կոնստանտին Սոկոլովն է, ձեռք է բերում։ Ու հետաքրքիր մի բան ասեմ, գործարքից հետո Լևոն Ռուբինյանը, նույն Լևոն Ռուբինյանը նշանակվում է Viva Armenia կառավարման անդամ։ Այսօր կայքեջում հրապարակված է։ Մի քիչ հետո չեմ կարող հասկանամ։ Առևտրային բանկում այդ բարձր պաշտոնը եւ Viva-ում այդ բարձր պաշտոնը։ Anyway, շարունակենք։ Հաջորդը մենք տեսնում ենք, որ Ամյո բանկի սեփականությունը Հրազդան ցեմենտի գործարանն է, ժողովուրդ։ Այսինքն պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն, պետությունը ուղիղ պիտի կառավարեր։ Բա մի հատ գոմի դուրը տանեիք այնտեղ դնեիք, կառավարեիք չփակվեր, այսօր սննկացման է գնացել։ Ու այդտեղ պետության մասնակցություն կա, որտեղ Ամյո բանկին այլի պատկանում, որտեղ կա Լևոն Ռուբինյանը։ Շարունակեմ։ Հաջորդ հետաքրքիր գործարքը որ լինում է, ժողովուրդ ջան, ձեռք է բերում Ռոստելեկոմը, Viva Armenian։ Անվտանգային խնդիրներ կա թե չկա ժողովուրդ այստեղ։ Այսինքն երկու լուրջ օպերատորը ձեռք է բերում ու այդ նույն Viva-ի կառավարման կազմում Լևոն Ռուբինյանն է ժողովուրդ։ Սա նորմալ է։
Շարունակությունը բոլորի շատ լավ հայտնի է դարձել, որ Սոկոլովը նշանակվեց Թրիպի հիմնադրամի նախագահ։ Ժողովուրդ։ Նույն մարդն է։ Մեր ոլորտներում, չորրորդ ոլորտ արդեն ցույց տվեցի, որ մտել է այս մարդը։ Հաջորդը որ կա հանքարդյունաբերությունն է, որ թարմ ինֆորմացիա կա, որ բաժնեմասա ձեռք բերեն մեր հանքարդյունաբերության գիգանտների մեջ։ Ու ստեղ գալիս է մի հատ առողջ տրամաբանության հարց։ Նշեցինք 4 կարևորագույն ոլորտ, ժողովուրդ, ֆինանսներ, ենթակառուցվածք, հանքարդյունաբերություն, կապ։ Ցանկացած պետության համար սա ռազմավարական անվտանգային նշանակություն ունեցող ոլորտներ է։ Ոլորտներ, որոնք Հայաստանի պարագայում չափազանց կարևոր է Թուրքիայի համար, շատ կարևոր է Թուրքիայի համար։ Եվ այստեղ հարց է առաջանում, Թրիպի պրոյեկտի ղեկավար Սոկոլովը, որը այս պարագայում Թուրքիան ամենամեծ շահառուն է այս պրոյեկտների որ կա, ու մյուս կողմից է Թուրքիայի հետ գլխավոր բանակցողի եղբայրը ներգրաված են այս գործընթացների մեջ։ Ժողովուրդ տարօրինակ բաներ կա թե չկա։ Ես ուսումնասիրությունը շարունակելու եմ, պարոն Ռուբինյան, այն գործունեությունը, որ ավականիում տարել եմ, ոնց է քաղաքի բյուջեն մսխվում, ստեղել եմ անելու։ Իմ ժեստիկուլյացիան անկեղծ, ոչ մեկին վիրավորելու խնդիր չունեմ։ Ոչ մեկին, եթե մեկին վիրավորելու խնդիր ունեմ, ուղիղ դեմքին եմ ասում ես։ Դրա խնդիրը չունեմ։ Դուք ուշ միացաք ձեր գործընկերին 3 տարի Մանվել Գրիգորյանի հետ կապված քաղաքապետարանում մասին միջև հասկացան, որ ով կար չկա իր կողքը տարել ասել են քաղաքապետարանում։ Ու լիքը ուրիշ տեղեր որ կարող եմ ասել։ Բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում հասկանալ, պարոն Ռուբինյան, այս մեծ խնդիրներից խոսացի, բայց փոքր հովանավորչություն եմ տեսնում ձեր կողմից։ Օրինակ ձեր աներոջը բերել նշանակել են Հակոբ Հաջի Հակոբյանին 2022 թվականին նշանել են արողակարգի պետքազգային ժողովի։ Առաջի հայացքից նորմալ երևույթ է ժողովուրդ։ Ինչ կա։ Մեր բարեկամներն կարող են աշխատել, բայց արի ու տես, այս մարդը դատապարտված է եղել ըստ էության հիմնականում կաշառք վերցնելու Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից, որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական։ Հղումը բաց ինֆորմացիաներին է, կարող եմ տրամադրել ձեզ։ Օրինակ Ստամբուլում քաղաքում ծննդաբերած Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի անուն ազգանունը չեմ ասի, բաց ինֆորմացիա, կարող եք խնդրել բերեմ տամ։ Պարոն Ռուբինյան, անկեղծ եմ ասում, օրինակ փորձում էի հասկանալ Ալենը Սիմոնյան ու Արարատը Միրզոյան որ կետից սկսեցին, ուր գնացին հասան, հիմա ձեր կետը դաժե չեմ կարողանում ցույց տալ։ Ու տպավորությունն է, որ Ալենը Սիմոնյան ու Արարատը Միրզոյան ձեր դեմ փոքրիկ ձկներ են։ Դուք ԿՊ-ի սպրուտն եք իմ մոտ, այդ տպավորությունն է։ Ծովահրեշը, պարոն Ռուբինյան, անձնական չի, քաղաքական գնահատական է, պարոն Ռուբինյան, եթե վիրավորվում եք ներողություն եմ խնդրում, բայց սա քաղաքական գնահատական է, այլ ոչ թե անձնական։ Անձնական ձեր հետ ոչ մի խնդիր չունեմ, այլ ընդհակառակը։ Օրինակ ճանապարհին գալիս էի, քաղաքացիներ կան Վիլեն Գաբրիելյանի մասին էին բաներ խոսում, ասել եմ, չէ, չի կարելի, հետո կանդրադառնամ իր ընտրության ժամանակ, եթե հերթը կանցնի։ Բայց ինչ եմ ուզում ասել, սիրելի հայրենակիցներ, ավելի կարևոր է նախորդ թվարկած խնդիրները, պարոն Ռուբինյան։ Մի տեսակ տարօրինակ չի, որ մեր երկրում հեռահաղորդակցության, տրանսպորտի ժողովուրդ շատ կարևոր է Թրիպը, ֆինանսները, ենթակառուցվածքները, հանքարդյունաբերություն ու կապ։ Կապը մեր Վիվասելի ու Ռեստելեկոմի ամբողջ բազան չգիտենք ում է գնում հասնում։ Պրոստ ուղղակի չգիտենք ում է գնում հասնում, որովհետև բազում հրապարակումներ եղավ, հետքի հրապարակումները նայեք, մյուսն արեք, ուստեղ ոչ մի իմ կարծիքով տարօրինակ կամ պատահական համընկնումներ ուղղակի չկան, պարոն Ռուբինյան։ Եվ մի անգամ էլ ձեզ կրկնեմ, Մեսրոպ Մանուկյան կյանքում իր կենսագրականի մի տողից չի հրաժարվել։ Ու իր կյանքի փոփոխությունն եղել է, երբ որ ինքը ծնվել է ոտխոզի սույպետի տղա է եղել։ Իր կյանքը փոխվել է, երբ որ դպրոցը մեդալով է ավարտել, երբ որ ինստիտուտը գերազանց է ավարտել, երբ որ գիտական աստիճան է ունեցել, երբ որ համալսարանում դասախոս է եղել ինքը, երբ որ ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ է եղել, ու տենց կշարունակեմ։ Վերջին տողերը այն հայտնի ֆիլմի մեջ որ կա ասում Աշուխ Ֆաթուլա, ես ձևափոխեմ, լավ չիս կարդացել կամ կարդացի լիս, մի հատ ուրիշ ձև վերարտադրի։ Ես ակնկալում եմ, որ իհարկե պիտի քննադատությունները սուր լինի, տեղին լինի, անձնական չլինի, բայց դրա նախադրյալները ու դրա պատասխանատուն թիվ 1 պատասխանատուն դա իշխանությունն է։ Թիվ 1 պատասխանատուն։ Ուզեք թե չուզեք, դա աքսիոմա է, պարոն Ռուբինյան։ Եվ այսքան հարցեր իմ մոտ առաջանալու պարագայում, այն որ ասում եք, ես չեմ խնդրում, որ ընդդիմությունն ինձ ընտրի, բայց որ ընտրի, վատ չի լինի։ Մոտարապես այդ ձևակերպումը, կարող է մի քիչ սխալ եմ ձևակերպում, ներողություն։ Բա մի այսքան խնդիրներ որ առաջանում է, բանական մարդու մոտ հարցեր առաջանում է, թե չէ։ Լավ, ո՞նց կարող է այսքան զուգադիպություն լինի։ Չեմ կարողանում հասկանալ։ Շնորհակալություն։